حضرت آیت الله العظما سید مجتبی خامنه ای Աստծո ձեռքը երևաց, Խամենեին երիտասարդացավ։ Իրանական լրատվամիջոցները այսպիսի գրությամբ են հրապարակել երկրի նոր հոգևոր առաջնորդի Մոջթաբա Խամենեիի ընտրության մասին լուրը։ Ալլահու ակբար Ալի Խամենեիի երկրորդ որդուն Իսլամական Հանրապետության փորձագետների խորհուրդը ընտրել է գրեթե միաձայն։ Մոջթաբա Խամենեին երկրի երրորդ հոգևոր առաջնորդն է։ Նրա հայրը սպանվել է փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարձակման առաջին օրը։ Ֆարս լրատվական գործակալությունը փոխանցում է, որ երկրի նոր հոգևոր առաջնորդի երթմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր Թեհրանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ի դեպ դեռ վաղաժամ է համարել մեկնաբանել ընտրությունը, իսկ ավելի վաղ նա նշել էր, որ ով էլ այդ պաշտոնում լինի, պետք է իրենց հավանությունը ստանա։ Իրանը առավոտյան իրականացրել է իր առաջին հրթիռային հարձակումը Իսրայելի վրա Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի նշանակումից հետո, հայտնում է պետական ԻՌԻԲ հեռուստառադիոընկերությունը։ Իսրայելում հրթիռային հարվածների մասին նախազգուշացնող տագնապի շչակները հնչել են երկրի հյուսիսային եւ կենտրոնական հատվածների մեծ մասում, ներառյալ Թել Ավիվ եւ Հայֆա քաղաքները։ Կատարի մայրաքաղաք Դոհայում եւս մի քանի պայթյուններ են հնչել։ Բահրեյնի մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի բազան եւս եղել է Իրանի թիրախում։ Անօդաչուներով գրոհ իրականացվել է նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Քուվեյթի ուղղությամբ։ Իսրայելի զինված ուժերն էլ հայտնել են, որ վաղ առավոտյան հարվածներ են հասցրել Բեյրութի շրջանին, թիրախավորելով Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահ զինյալ խմբավորմանը։ Այսօր նավթի գները հատել են $115 սահմանագիծը 1 բարելի դիմաց։ Մերձավոր արևելքում լարվածության պահպանման ֆոնին այս տենդենսը շարունակվում է։ Միջազգային ստանդարտ համարվող Brent նավթի 1 բարելի գինը թռիչք է կատարել մինչև $115.31, ուրբաթ օրվա փակման գնից աճելով 24%-ով։ ԱՄՆ-ում արտադրվող թեթև West Texas Intermediate նավթը վաճառվում է $116.3, սա 28%-ով բարձր է ուրբաթ օրվա փակման գնից։ Նավթի գները վերջին ավելի քան 3.5 տարվա ընթացքում առաջին անգամ են գերազանցել $100։ Թեմային անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է հանգստացնել մտահոգ մարդկանց։ Նավթի կարճաժամկետ գները, որոնք կտրուկ կնվազեն, երբ Իրանի միջուկային սպառնալիքի ոչնչացումն ավարտվի, շատ փոքր գին են ԱՄՆ-ի եւ աշխարհի անվտանգության ու խաղաղության համար, հայտարարել է Թրամփը։ Ситуация на мировых рынках и так обострилась до предела. Համաշխարհային շուկաներում իրավիճակը ծայրահեղ սրվել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը էներգակիրների գնաճի մասին։ Ստեղծված իրավիճակը առաջին հերթին արևմտյան երկրների համակարգային սխալի արդյունքն է, ասել է նա Պավել Զարուբինի Մոսկվա Կրեմլ Պուտին հաղորդման ժամանակ։ Պուտինը որպես օրինակ բերել է Ուկրաինան, որը Եվրոպայում վառելիքի պակասի ֆոնին հարձակվում է գազատարների վրա։ Ռուսաստանի նախագահի խոսքով Կիևի եւ եվրոպական մայրաքաղաքների դեպքում պոչը շարժում է շանը եւ ոչ թե հակառակը։ Օրեր առաջ Կրեմլը հայտարարել էր, որ պատերազմն Իրանում մեծացրել է ռուսական էներգետիկ արտադրանքի պահանջարկը։ Ռուսաստանը եղել եւ մնում է նավթի ու գազի հուսալի մատակարար թե խողովակաշարերի միջոցով, թե հեղուկ վիճակում, նշել էր Վլադիմիր Պեսկովը։ Հայաստանում կան փակ եւ դժվար անցանելի ճանապարհներ, մասնավորապես փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները Դիլիջան-Վանաձոր, Սիսիան-Կապան, Կապան-Երևան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհը դժվար անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը եւս դժվար անցանելի է։